Բարի լույս, ուղիղ եթերում աշխատանքն է սկսում ժամը լրատվականը։ Գիշեր հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը, հատկապես լարված է եղել Արցախի հյուսիսային ուղղությամբ, որտեղ պաշտպանության բանակը ունի 1 զոհ, կան վիրավորներ։ Այս պահին վերջին նորություններով Ստեփանակերտից միանում է Դավիթ Սարգսյանը։ Բարի լույս Դավիթ, ադրբեջանական կողմը չի պահպանում կրակի դադարեցման համաձայնությունը, ինչպես է անցել գիշերը սահմանին։ Բարի լույս Էրնան, գիշերը սահմանին լարված է անցել, այո, հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ նաեւ վերջին պայմանավորվածությունը, կրակել են հիմնականում հրաձգային զինատեսակներից մոտ 2000 կրակոց է եղել սահմանին, նաեւ ականանետերից եւ Թալիշի ուղղությամբ զոհ ունենք պայմանագրային զինծառայող Հրաչ Մուրադյանն է զոհվել, կան նաեւ վիրավորներ, եւս 1 զոհ ունենք նաեւ հյուսիս-արևելյան ուղղությամբ ավելի դեպի Մարտակերտի ուղղությամբ շարքային զինծառայող Գևորգ Մղդեսյանն է զոհվել, պարզապես դեռ հասկանալի չէ թե ինչ հանգամանքներում, այսինքն հնարավոր է, որ սա հակառակորդի հետ էլ նույնիսկ կապ չունի, տարվում է քննություն այս պահին, ընդհանուր առմամբ այո սահմանին լարված է, բայց այն ինտենսիվ ռազմական բախումները իհարկե կարելի ասել, որ չեն վերսկսվում։ Ընդհանուր առմամբ եթե սա կարելի ասել հանգիստ է։ Եվս մեկ հարց, Դավիթ Յակոմիսկի խումբ այսօր դեռ Ստեփանակերտում է, ինչ է սպասվում եւ երբ է միջնորդները պատրաստվում գալ Երևան։ Այո, Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱԿ նախագահի անձնական ներկայացուցիչը գիշերել են այստեղ եւ այսօր նրանք պետք է մեկնեն ռազմաճակատ մշտադիտարկում անցկացնելու, նախատեսվում է նաև նրանց հանդիպումը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ։ Նրանք նախատեսում են Երևան գալ նաև այսօր արդեն երեկոյան կողմ եւ դեռ հասկանալի չէ թե երբ կհասցնեն Հայաստանի իշխանությունների հետ հանդիպել։ Համենայն դեպս հնարավոր է, որ արդեն այսօր այդ հանդիպումները տեղի ունենան, եթե ոչ արդեն որոշ հանդիպումներ կարող է վաղը տեղի ունենան եւ մեզ այստեղ Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պապովը խոստացավ, որ այդ բոլոր հանդիպումներից հետո արդեն հնարավոր կլինի պատասխանել հարցերի, իսկ նախորդին գիշերը, երբ մենք նրա հետ զրուցում ենք, նա պարզապես իրենց այս օրակարգը ներկայացրեց, հայտարարություն արեց եւ հարցերին չպատասխանեց, նշելով, որ դեռ ցանկանում են նաեւ խոսել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, որոնց հետ դեռ բանակցությունները, ավելի ճիշտ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել։ Էրնան։ Շնորհակալություն Ստեփանակերտից իմ գործընկեր Դավիթ Սարգսյանն էր։ Շարունակում ենք թողարկումը։ Յակոմիսկի խմբի համանախագահները Ստեփանակերտ են ժամանել 5-շաբթի երեկոյան, միջնորդները հանդիպել են Արցախի քաղաքական եւ զինվորական ղեկավարության հետ։ Արցախի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ համանախագահների հանդիպմանը Բակո Սահակյանը Ադրբեջանի ագրեսիան համարել է Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում կայունության եւ խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկն, որակելով նաեւ քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր։ Նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ Արցախի պաշտպանության բանակը կասեցնում եւ կասեցնելու է հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն։ Նա նաեւ շեշտել է, որ Յակոմիսկի խմբից ակնկալում է կոշտ եւ հասցեական գնահատականներ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը։ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին է մոտեցել ռուս համանախագահ Իգոր Պոպովը։ Мы встречались в Баку с руководством. Երեք մենք եղել ենք Բաքվում, հանդիպել ենք Ադրբեջանի ղեկավարության հետ, քննարկել ենք հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու անհրաժեշտ քայլերը։ Նույն թեման քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի ղեկավարության եւ զինվորականների հետ։ Վաղ առավոտյան հանդիպելու ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ հումանիտար հարցեր քննարկելու համար։ Այնուհետև կմեկնենք Երևան, որտեղ մտադիր ենք հանդիպել նախագահի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ։ Դրանից հետո մենք հայտարարություն կանենք եւ կպատասխանենք հարցերին։ Заявление, ответим на вопрос. Спасибо. Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը միջնորդներին է ներկայացել անհերքելի ապացույցներ ադրբեջանական ռազմական ագրեսիա եւ մասնավորապես խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների վերաբերյալ։ Համանախագահները վերահաստատել են խնդիրը խաղաղ բանակցություններով լուծելու անհրաժեշտությունը եւ քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը։ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից առաջ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր պաշտոնական Ստեփանակերտի հիմնական պահանջի մասին Լեռնային Ղարաբաղի վերադարձ բանակցային սեղանի շուրջ։ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում տված առաջին պաշտոնական ասուլիսում Արցախի նախագահը նաև պատմել է, թե ինչ էր կատարվում հանրապետությունում ապրիլի 2-ի լուսադեմին։
Ապրիլի լույս 2-ի գիշերը մինչև 1:15 Բակո Սահակյանն աշխատասենյակում էր։ Պաշտպանության նախարարի անվտանգության ծառայության տնօրենի եւ ոստիկանապետի հետ քննարկում էին իրավիճակը։ Սա մինչև հակառակորդի հարձակումը։ Ադրբեջանական զինուժի կուտակումներն ու շարժը ֆիքսել էին, բայց այն ընկալել էին որպես զինադադարի տեղային խախտման հերթական պատրաստություն։ Հակառակորդը լայնածավալ հարձակման անցավ 2 ժամ հետո։ Բակո Սահակյանն անմիջապես մեկնել է հրամանատարական կետ։ Տվել եմ հրաման Պաշտպանության բանակի հրամանատարին գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանին կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու, նրա կենթանի ուժը եւ միջոցները ոչնչացնելու։ Բակո Սահակյանը որոշումներ կայացնելիս խորհրդակցել է Հայաստանի պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի շտաբի պետի հետ։ Նախագահ Սարգսյանի ինքնաթիռը Վաշինգտոնից վայրեջք կատարելուն պես հեռախոսով խորհրդակցել է նաեւ նրա հետ։ Բակո Սահակյանն անընդհատ կապի մեջ է եղել նաեւ Արցախի նախկին 2 նախագահների հետ։ Այս հիմնախնդիրը ծնվել է 1 դար առաջ եւ մենք այսօր այստեղ չենք պայքարում տարածքների համար, մենք այսօր պայքարում ենք մեր հայրենի երկրի համար եւ այդ ձևակերպումները տարածքների մեջ տեսնել այս հիմնախնդիրը չի համապատասխանում մեր ընկալմանը այս հիմնախնդրի լուծման հետ։ Արցախի նախագահը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խաղաղություն հաստատելու ուղղությամբ, բայց եւ ունի դժգոհություններ ու պահանջներ։ Լեռնային Ղարաբաղը պետք է վերականգնվի որպես բանակցային կողմ։ Ցանկացած քննարկում, ցանկացած որոշում չի կարող կյանքի կոչվել առանց Արցախի հանրապետության մասնակցության։ Քարորյա պատերազմը ժամանակ չթողեց ցավակցությունների ու խոնարհման համար։ Բակո Սահակյանը հիմա է դա անում, ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։ Նելի Հարությունյան, ժամը լրատվական։ Արցախի պաշտպանության բանակը նոր տեղեկություններ է հրապարակել ապրիլի 1-ից 7 հայկական կողմի կորուստների վերաբերյալ ըստ պաշտոնական տվյալի զոհվել է 36 զինծառայող, վիրավորվել են 122, անհետ կորած համարվողներից 4-ին գտել են մահացած եւ 1-ին ողջ։ Պաշտպանության բանակը հայտարարել է նաեւ, որ ապրիլի 7-ին ոչնչացրել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչու թռչող սարք։ Նկատվել էին առանձին ուղղություններում հրաձգային զենքից հրաձգության դեպքեր, առավել հաճախ հյուսիսային ուղղությամբ, որի արդյունքում վիրավորում է ստացել պաշտպանության բանակի ևս 1 զինծառայող։ Իրականացված գործողությունների արդյունքում պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից խոցվել է ևս հակառակորդի 1 անօդաչու թռչող սարք։ Ինքշաբթի ուշ երեկոյան նախագահ Սարգսյանը Գերմանիայից վերադարձել է Երևան, կեսգիշերին մոտ պետության ղեկավարը ընդունել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որն այստեղ է պաշտոնական այցով։ Նրանք անդրադարձել են արցախյան հակամարտության գոտում էսկալացիային, քննարկել հայ-ռուսական գործակցության օրակարգի հիմնական հարցերը։ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման օգտին մի քանի հայտարարություն է արել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում էսկալացիային նա անդրադարձել է Երևանում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո։ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպմանը նաեւ պաշտոնապես հաստատվել է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազը էժանանում է։ Բոլոր մանրամասները Լիլիթ Ասլանյանի ռեպորտաժում։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ Ռուսաստանի կառավարության պատվիրակության առաջին կանգառը Զվարթնոց օդակայանից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրներ, հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Եվ անմիջապես կառավարություն, օրակարգով նախատեսված թեմաներից բացի եւ այս պահին ամենաթեժը Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում լարվածություններ։ Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը։ Լրագրողների Ռուսաստանի վարչապետը հայտնեց հակամարտությունը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով։ Ղարաբաղի խնդրի կարգավորման համար Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը միջազգային տարբեր կառույցներում։ Эта ситуация, вне всякого сомнения, вызывает у нас
Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակը խիստ անհանգստացնող է։ Մենք հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի եւ հարցը կլուծվի քաղաքական ճանապարհով։ Խնդիրը պետք է կարգավորեն դիվանագետները եւ ոչ թե զինվորականները, որպեսզի մարդիկ չզոհվեն, ենթակառուցվածքները չքանդվեն։ Ռուսաստանը հետագայում եւս պատրաստ է մնալ միջնորդ օգտագործելով իր ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Կարգավորման ձևաչափին այլընտրանք չկա։ Մինսկի խմբի լիազորություններն ամրագրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ու ԵԱՀԿ որոշմամբ։ Մոսկվան էժանացնում է Հայաստանին մատակարարվող կապույտ վառելիքը։ Կնքված փաստաթղթով ռուսական բնական գազի գինը Հայաստանի սահմանին $165-ից կդառնա $150։ $150 165 փոխարեն։ Այո։ Սպառողի համար Հիմա կքննարկենք, համապատասխան պատկան մարմինները կքննարկեն։ Ռազմավարական գործընկերը Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում նոր զարգացումներ է ակնկալում։ Ռուսական ներդրումները Հայաստանում գերազանցում են $4 միլիարդ։ Ըստ կողմերի $1 միլիարդ 250 միլիոն տարեկան առևտրաշրջանառության ծավալի ավելացումը հնարավոր է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրմամբ։ Он несколько снизился, но это снижение произошло из-за Չնայած բացարձակ թվերով առևտրի ծավալը նվազել է, բայց դա պայմանավորված է գների նվազմամբ։ Կարևորն այն է, որ ապրանքաշրջանառության փաստացի ծավալը չի նվազել։ что, наверное, самое главное. Մեդվեդևը հայտնեց, որ հայկական ատոմակայանի կյանքի երկարացման ծրագիրը կտևի 5 տարի։ Ու չնայած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Երևանյան նիստի անցկացումը Ղազախստանի առաջարկով այս անգամ տեղափոխվել է Մոսկվա, Մեդվեդևը վստահեցրեց, որ կարճաժամկետ հատվածում նիստը Երևանում անցկացնելու հարցին դարձյալ կանրադառնան։ Լիլիթ Ասանյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։ Եվս մեկ լուր Արցախից հատուկ նշանակության ջոկատ ադրբեջանական Տապկարակոյունլու գյուղի հատվածից արգրավել է զինվորական ունեցվածքով բեռնված Ուրալ, հեռախոսով հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արսրուն Հովհաննիսյանը։ Տապկարակոյունլուն գտնվում է ուրեմն Թալիշից ավելի հյուսիս մի փոքր արևելք։ Ինչպես պաշտպանության բանակից հայտնեցին Արցախյան հատուկ նշանակության ստորաբաժանումները, Տապկարակոյունլու բնակավայրի մոտակայքից ադրբեջանական ստորաբաժանումներից արգրավել են մեկ բեռնատար մեքենա Ուրալ մագնիշի, որում եղել են զինվորական ունեցվածք։ Մենականո խումբը 5 շաբթի եղել է մարտական այն դիրքերում, որոնք պաշտպանում են Մարտունի քաղաքը ու մոտակա գյուղեր, այդ շրջանում էր սպանվել 12 տարեկան վաղինակը եւ վիրավորվել եւս 2 դեռահաս։ Նկարանների պահին առաջնագծի այդ հատվածի ուղղությամբ հակառակորդը շարունակել է կրակել։ Նայիրի Մուրադյանի ռեպորտաժը։ Լավ է, դերությունը լավ է, սաղստեղ ենք, տեղում ենք, նորմալ է։ Ադրբեջանցիների զինված ուժերի Մարտունի քաղաքի վրա արձակած արկը բնակիչներին չլրացրեց։ Մարդիկ աշխատանքի են գնում, երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանում։ Բաց են նաև խանութները։ Մեր Ղարաբաղի փողն է։ Ցավոտ տանեն մեր երիտասարդ զինվորներին։ Նրանք ջախջախելու են միջև վերջ։ Ժողովուրդը տրամադրված են հայրենասիրական ոգով։ Ամեն ինչի պատրաստ ենք։ Քաղաքը պահող դիրքեր հասնելն այդքան էլ հեշտ չէ։ Նախ պետք է մի քանի րոպե կանգ առնել, հասկանալու, որ ուղղությամբ պետք է գնալ անվտանգ տեղ հասնելու համար։ Իրանք պետք է մեր հետ գան ու կարա մի մեքենա կա իրանցից բացի։ Ամենագնացի համար էլ դժվար է հաղթահարել դիրք տանող ճանապարհը։ Մարտունիում ընկած ադրբեջանական արկերին Արցախի պաշտպանական բանակը միանգամից պատասխան տվեց։ Մոտավոր մի 2-3 ժամ հետո արդեն իրանք այդ ուղղության վրա ընդհանրապես ոչ մի կրակոց չէին ուղարկում։ Հակառակորդը կրակում է հատկապես այն ժամանակ, երբ զինվորները ինժեներական աշխատանքներ են տանում։ Այստեղից ուղիղ գծով դեպի թշնամու դիրքեր մոտ 520 մետր է։ Զինվորի հետ մեր հարցազրույցի ժամանակ էլ կրակոցներ հնչեցին։ Լսվեց։ Գիշեցի պատգամավոր Թևան Պողոսյանը լավ գիտի, Հեյդար Ալիևի օրոք էլ այդ երկրի զինված ուժերը պայմանավորվածություն էր ձեռք բերում, չխախտել հրադադարի ռեժիմը, խոստումը կարճ էր տևում։ Ադրբեջանը իր վարքագիծը չի փոխել։ Տեսել ենք, թե որտեղից են մերոնք ինչ դասեր տվել, ես շատ ուրախ եմ դրա համար, տղաներն էլ պահում են այնպես, որ իսկապես կարելի է այս դիրքի համար ուրախանալ, որ այս մասում չենք ունեցել ոչ վիրավոր, ոչ զոհեր, դրա հետ միասին Մարտունին այսօր ապահով ձեռքերի մոտ գտնվում է։ Մարտունեցի հրետանավորներն են, քանի թշնամին լռում է, պետք է սնվել, թե չէ ժամը 1 անօթաչու է, որ գալիս ու գնում է։ Դռիկով գալիս է։ Հենց որ գալիս է խփում եք, թե մոտիկանա հետ։ Ինքը պիտի համապատասխան հեռավորությունը դի որ խփենք։ Դրա համար եմ ասում, բանը
որպես հեռավորություն մոտավորապես իմանանք։ Մայրաքաղաք Ստեփանակերտ մեկնող լրագրողներին Մարտունու պաշտպանության համար եկած կամավորներն ու հրետանավորները վստահեցրին, քաղաքի պաշտպանությունը ամուր ձեռքերում է։ Նաիրի Մուրադյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական, Արցախ։ Արցախի կառավարությունը խոստանում է անել հնարավորը ավերված տները եւ համայնքային ենթակառուցվածքները ամենակարճ ժամանակում վերականգնելու համար։ Այս հայտարարությունը արել է Արցախի վարչապետը Մարտակերտի շրջանում, որը 4 օր անընդմեջ ադրբեջանական կրակի տակ էր։ Հրետակոծություններից ամենաշատը տուժած Մատաղիսում եւ Թալիշում սկսվել է էներգամատակարարման վերականգնումը։ Նորայր Հովսեփյանի ռեպորտաժը։ Քառօրյա հրետակոծության հետևանքով ամենաշատը Մարտակերտի շրջանն է վնասներ կրել, շրջկենտրոնում հրետակոծության հետևանքների մեծ մասը անմիջապես են վերացվել, սակայն Մատաղիս եւ Թալիշ գյուղերում անելիքն ավելի շատ է։ Մարտակերտ-Մատաղիս էլեկտրագիծն է, վնասվել է հակառակորդի հրետակոծությունից, արդեն վերականգնվում է, հրթիռակոծվել է Մատաղիս 1 հիդրոէլեկտրակայանը։ Մատաղիսում հիմնականում տղամարդիկ են, բնակիչներին վարչապետը վստահեցրել է, որ բոլոր խնդիրները կարճ ժամանակում լուծվելու են, նախ էլեկտրամատակարարումը կվերականգնվի, հետո հրետակոծությունից տուժած տները կնորոգվեն։ Գյուղացիները այստեղ են եւ բնականաբար վերադարձել են, որպեսզի կարողանան շենացնել իրենց օջախները։ Կյանքը նախկին հունն է մտնում, ինչ որ բան այնուամենայնիվ փոխվել է, Ադրբեջանի ագրեսիայից հետո անգամ հովիվն է ինքնաձիգով շրջում։ Անհամեմատ ավելի մեծ վնասներ է կրել Թալիշը, ավերվել են բնակարանները եւ հասարակական նշանակության շինությունները, սակայն բնակիչները մտադիր են վերադառնալ հայրենի օջախները։ Շատ են զանգում, հարցնում գյուղի վիճակը, բա իմացի ես էս իշտեղն եմ, որ հնարավորություն եղավ վերադառնալու, ինչ չթողես թե անպայման կտանես եւ այլ եւ այլ։ Վարչապետը շուտով կրկին կհանդիպի Թալիշի եւ Մատաղիսի բնակիչների հետ, երկու գյուղերը վերականգնելու եւ բնակիչների անվտանգությունն ապահովելու հարցը օրակարգում է։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, ժամը լրատվական։ Քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորված 9 զինծառայող արդեն դուրս է գրվել հոսպիտալից Երևանում կենտրոնական հոսպիտալում շարունակում է բուժվել 32 վիրավոր, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, Այդա Կարապետյանի անդրադարձը։ Ծառայության մեծ մասը Շարքային Սարգսյանն անցկացրել է մի քանի ամսից կզորացրվեր։ Խաղաղ ծառայությունը սակայն խախտեց հակառակորդի ագրեսիան։ Վահանը Որովայնի շրջանում վիրավորում է ստացել մարտական գործողությունների հենց առաջին օրը։ Մեր դիրքերում մենակ ես եմ վիրավորվել։ Իրանց մոտ նորմալ է փարկասցանը։ Հիվան դասենյակում հակառակորդին ջախջախած տղաներ են։ Գնդակը դիպել է Շարքային Էդգարի ոտքին, սակայն նա շարունակել է կռիվ տալ։ Հիմա էլ որոշել է զորամասում կիսատ թողած գործ ունի։ Ինքնակամ շարունակելու եմ ծառայությունը, ես գնալու եմ իջեմ ծառայության մեջ։ Հակառակորդին պատժելու ցանկություն ունեն նաև վիրավոր զինծառայողների ծնողները, հարկ եղած դեպքում պատրաստ են առաջնագիծ գնալ։ Մենք փառք մեր զինվորներին, որ պետք լինի, մենք բոլորս միասին կգնանք։ Մեր տղաները առողջանան, էլի գնալու են դիրքեր, էլի պահելու են իրենց հայոց հողը։ Շարքային Բենիկ Եղիազարյանի մայրն է, հպարտությամբ շեշտում է հերոսությունը հայի արյան մեջ է։ Բենիկը վիրավորվել է այն ժամանակ, երբ բլինդաժից դուրս են եկել սնվելու։ Մեքենա եկավ կայնա, որ սնունդ ստանանք։ Այդ ժամանակ, երբ որ դուրս եկանք սնունդը ստանալու, սկսեցին ականետով կրակել։ Մարտական լայնամասշտաբ գործողությունների ընթացքում վիրավորվել է 121 զինվոր, նրանցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, կայուն վիճակում է 11 վիրավոր։ Կենտրոնական զինվորական հոսպիտալում այս պահին բուժվում են 32-ը։ Պաշտպանության նախարարության բուժվարչության պետը ներկայացնում է բժիշկների սխրագործությունները, նրանք հենց առաջին գծում պլաստիկ վիրահատություններ են արել։ Փորձել են կանխել բոլոր տեսակի ամպուտացիաները, որպեսզի նորից եմ կրկնում հաշվանդամների թիվը մենք չավելացնենք։ Կամավոր Խաչատրյանը վստահեցնում է, որ առ այսօր բարեբախտաբար բժիշկներն ամեն գնով պայքարել են վիրավորների կյանքի համար։ Միայն մեկ դեպք է եղել՝ Մարտակերտի հոսպիտալում զինվոր է մահացել։ Նույնիսկ ադրբեջանական կրակահերթի տակ բժիշկներն ու զինվորները դուրս են բերել զոհված ծառայակիցների դիերը։ Բժիշկների հերթական գործողությունների ժամանակ ունենալով զոհված զինծառայողներ առաջնագծում փորձել են հանել եւ հակառակորդի կողմից ուղղակի ստորաբար կրակվել է, ոչնչացվել է մեր սանիտարական մեքենաներից մեկի, որի վրա կարմիր խաչ կա, որ միջազգային կոնվենցիայով դա արգելված է։ Կամավոր Խաչատրյանը ընդգծում է զինվորները ապաքինվում են, արդեն 9 հոգի դուրս է գրվել հոսպիտալից։ Այդա Կարապետյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։
Առավոտյան թողարկման համար նախատեսել ենք այսքանը նոր լուրերով կհանդիպենք ժամը 12-ին։ Մինչ նոր հանդիպում։